Սիրելի հավատացյալներ, ինչպես նախապես հայտարարած էինք, թե այս դարի չորեքշաբթի օրերը մեր եկեղեցվո ծառայության գոչված քրիստոնեական դաստիարակության հանձնախումբի նորագազմ հանձնախումբի կողմէ յուրաքանչյուր չորեքշաբթի եկեղեցվո ծառայողներեն մեկը պիտի քարոզե անցյալ չորեքշաբթի արդեն դեղի ունեցավ, իսկ այսօր պիտի քարոզե Տալին Մասերեջյան Խեչոյան Գիրակնորիա դպրոցի շրջանավար Հալեբի Սրբոց Քարաստից Մանգանցե եկեղեցվո դպրոյիներեն այսօր մեզի պիտի փոխանցե Հովհաննես 10, չէ՞։ 11-ին 16 որ քաչ հովիվի արագը ներարձեմ։ Հաջողություն, ռամեցեք։ Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգին Սրբո ամեն։ Սիրելի քույրեր եւ եղբայրներ, այսօր ձեզի հետ պիտի խորհրդածեմ Հովհաննու Ավետարանի 10-րդ գլուխեն 11-ին մինչև 16-րդ համարները։ Հատվածը, որ իսկապես գեղեցիկ պատկեր մը կներկայացնի։ Բայց միայն գեղեցիկ պատկեր չէ, այլ հատվածը, որ պետք է ցկենք մեր կյանքի տպնա ու փոխե զայն։ Երբ այս աշխարհի մեջ մարդիկ առաջնորդներ կփնտրեն, վստահություն կփնտրեն, ապահովություն կփնտրեն, Քրիստոս կգանքնի եւ գսե. Ես եմ իրավ հովիվը, որ քեզի առաջնորդեմ, հանգիստ եւ ապահովություն կտամ։ Եկեք գարտանք այդ հատվածը։ Ես եմ իրավ հովիվը։ Իրավ հովիվը իր կյանքը գուտա ոչխարներուն համար։ Մինչ վարձկանը, որ հովիվ չէ եւ որուն չեն պատկանիր ոչխարները, երբ կտեսնե, որ քայլը գուքա, գլկե ոչխարները ու գփախչի։ Ցկելով, որ քայլ հապշտագե եւ ծրվե ոչխարները։ Որովհետեւ վարձկանը չի մտահոգվիր ոչխարներուն վիճակով։ Ես եմ իրավ հովիվը, գճանչնամ ոչխարներս եւ անոնքալ զիս կճանչնան, այնպես ինչպես հայրը զիս կճանչնա, եւ ես հայրը։ Ես կյանքս կուտամ ոչխարներուն համար։ Դակավին ուրիշ ոչխարներ ալ ունիմ, որոնք այս փարախեն դուրս են։ Բարդավոր եմ զանոնք եւս ներս բերել։ Անոնք ալ ինձի մտիկ պիտի ենեն եւ պիտի լան մեկ հոտ, մեկ հովիվով։ Մեր ժամանակներուն մարդիկ պատրաստ են խոսելու սիրո մասին, բայց զոհության մասին ոչ միշտ։ Քրիստոսի սերը այդպիսին է, զոհաբերական սեր է, այսինքն սեր է, որ զոհվել գիտե եւ դժվարության ժամանակ չի հեռանար։ Հիսուս ոչ միայն իր կյանքը տվավ մեզի համար, այլ իր կյանքը մեզի տվավ։ Եվ մեր Սուրբ Եկեղեցին մեզի կհիշեցնե, որ Քրիստոսի փրկարար գործը միայն անցյալի թեփը չէր, այլ ներկա իրականությունը, որուն հրավիրված ենք հավատքով մասնագիծ դառնալու։ Ուստի ապավինենք իրավ հովիվին, որովհետև ինչպես 20-րդ Սամոսին բարերը կհիշեցնեն, ան մեզ ովևէ բանի գարոտ չի ցկեր, գարաշնորթե թալար արոդներու վրա եւ հանգստարար ջուրերու մոտ կտանի։ Եվ այսօր, երբ երկրի առաջնորդներ, գարավարություններ եւ պետությունները մեզ թիվով կճանչնան, Հիսուս մեզ մեր անունով կճանչնա ու կգանչե, ինչպես Հովհաննես Ավետարանի գսե, բարի եւ քաչ հովիվը իրենց անուններով կգանչե իր ոչխարները, Հովհաննու 10-րդ գլուխ 3-րդ համար։ Ան մեզ կճանչնա մեր անուններով, դգարություններով ու խեղճություններով, մեր առավելություններով
ու բագասություններով, եւ գնդունի մեզ ինչպես որ ենք, չի մերժեր մեզ մեր դգարություններուն պատճառով, ընդհակառակը գպժշկե մեր վերքերը։ Մեր անգումները գվերածե վերելքներու, մեր մեղքերը գվերածե ապաշխարության ճանապարհի։ Ավետարանը գշարունակե դիրոջ խոսքը հետևյալ դողերով. Մինչ վարձկանը, որ հովիվ չէ եւ որուն չեն պատկանիր ոչխարները, գտեսնե որ քայլը գուքա, գլկե ոչխարները ու գփախչի, որովհետեւ վարձկանը չի մտահոգվիր ոչխարներուն վիճակով։ Քայլեր այսօր ալ գամ, անոնք գրնան ըլլալ աղանդներ, հերեդիգոսներ, ճշմարտությունը խեղաթյուրող ուսուցումներ, բայց քայլերը նաև գրնան ըլլալ քաղաքարներ, որոնք Աստված գհրացնե մարդու մտքեն ու կյանքեն, գրնան ըլլալ մշակույթներ ու սովորություններ, որոնք մեղքը կներկայացնեն որպես ազատություն եւ ճշմարտությունը որպես սահմանափակում։ Բայց Քրիստոս վարձկան հովիվին պես չէ, որ կփախչի վտանգի ժամանակ։ Ընդհակառակը, ան չփախավ, երբ քայլերը շրջապատեցին զինք, չփախավ, երբ ամփոխը խաչե զայն աղաղեց, չլրեց ճշմարտության մասին, երբ իշխանությունները սպառնացին իրեն, ան կանգնեցավ ճշմարտության վրա, որովհետև ինք ճշմարտություն իսկ է, ան ընդունեց խաչը, որովհետև սերը ավելի մեծ էր, քան մահվան վախը, մենք ավելի կարևոր ենք իրեն համար, քան ամեն բան։ Հիսուս մեզ չի լքեր մեզ, երբ դժվարության մեջ ենք, երբ կասկածի մեջ ենք, երբ մեղքով ընկղմած ենք, գմնա մեր կողքին ու կգանչե մեզ, կբարձրացնե մեզ, երբ ինգած ենք, որովհետև մեր փրկությունը գուզե, չի հեռանար, որովհետև նույնիսկ իր մահով մահվան հաղթեց։ Այսօրվա հատվածը գսե. Ես յանքս կուդամ ոչխարներուս համար, Հովհաննու 10:15 համար։ Քրիստոսի յանքը մեր մեջ կշարունակվի, երբ մենք միացած մնանք իրեն, ինչպես որ ջուղմը չաբրիր, երբ որդադունգեն անչադվի, այնպես ալ մենք չենք ապրիր ճշմարտապես, երբ իրավ հովիվեն հեռանանք, որ ինքզինք ավետարանի մեջ նաև որդադունք կներկայացնե։ Հովհաննու 15:5 համար։ Պետք չէ միայն անունով քրիստոնյա ըլլալ, պետք է սնիլ իրմով, վստահիլ անոր, հետևիլ անոր ու ապավինել անոր։ Վերջապես այսօրվան հատվածը հետևյալ բառերով կվերջանա. Դակավին ուրիշ ոչխարներ ալ ունիմ, որոնք այս փարախեն դուրս են, բարդավոր եմ զանոնք ևս ներս բերել, անոնք ալ ինձի մտիկ պիտի ընեն եւ պիտի ըլլան մեկ հոտ, մեկ հովիվով։ Հովհաննու 10:16։ Այս խոսքերու մեջ կտեսնենք Քրիստոսի սիրտը բաց, ընդարձակ եւ սիրող։ Հիսուս միան ներկա հոդին մասին չի մտածեր, ան կմտածե նաեւ դուրս եկողներու մասին, անոնք, որոնք հեռացած են, անոնք, որոնք մոլորած են, անոնք, որոնք հավանաբար երբեք իր փարախը չեն մտած։ Բարդավոր եմ զանոնք ևս ներս բերել, գսե Հիսուս։ Այս բարդավոր եմ սիրո բարդավորությունն է, փրկարար գամք է, աստվածային առաքելություն է։ Քրիստոս գործվածը կփնտրե, որովհետև ան հովիվ է, եւ հովիվին սիրտը չի հանգստանար, երբ նույնիսկ մեկ ոչխարալ բացակայ է։ Եվ այստեղ խորում ճշմարտություն մգա, ներս բերողը ինք է, ոչ ոք սեփական ջիքով չի հասնիր փրկության փարախին, ոչ ոք իր իմաստությամբ,
իր արդարությամբ կամ արժանիքներով չի մտներ արքայություն։ Քրիստոս է որ կգանչե։ Քրիստոս է որ թուրը կփանա։ Քրիստոս է որ կներկրավե սիրտը։ Սակայն սիրելի եղբայրներ ու քույրեր, այս չի նշանակեր, որ մենք բարդականություն չունենք, ընդհակառակը։ Քրիստոս ներս բերողն է, բայց մենք գոչված ենք ըլլալու անոր գործիքները, անգգանչե, բայց շատ անգամ մեր ցայնով, անգմոդենա, բայց շատ անգամ մեր ցերքերով, անգփնդրե մեր ջամփով։ Երբ մենք իսկական քրիստոնեական կյանք ապրենք, սիրով, ճշմարտությամբ, համբերությամբ, մաքրությամբ եւ արդարությամբ, մենք անոր հասցնող գամուրջը կդառնանք։ Երբ մեր գործը արդար է, մեր խոսքը շինիչ, մեր ընտանիքը աղոթքի դուն, մեր եկեղեցական կյանքը կենդանի, մարդիկ կսկսին հարց տալ. ուր է, ով է այս խաղաղության աղբյուրը։ Այդ ժամանակ մենք մատնացույց եղած կլանք, իրավ հովիվը եւ հոգիները առաջնորդած կլանք, թեպի ան, որ հոգիները կփրկե։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, գուցե այսօր մեր շրջապատի մեջ կան դուրս եղողներ, անդարբերներ, վիրավորվածներ, հիասթափվածներ, հավատքեն հերացածներ։ Քրիստոսի խոսքը մեզ գիշեցնե, որ անզանոնք չի մորնար։ Հարցումը մեզի է, մենք պատրաստ ենք ըլլալու անոր ցերքերը, անոր ոտքերը, անոր ցայնը, թող մեր կյանքը հրավեր ըլլա, որբեսի ամեն մարդ անոր ցայնը լսե, որ օրհնյալ է այժմ եւ միշտ եւ հավիտյանս ամեն։